Բարև ձեզ, եթերում օրվա ամփոփումն է, ձեզ հետ է Արփինե Նավասարդյանը։ 19:00-ի դրությամբ առանձնացրել ենք հետևյալ լուրերը։ Այսօր Հայաստանի Հանրապետության առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի ծննդյան օրն է։ Առաջին նախագահը դարձավ 81 տարեկան։ Տեր-Պետրոսյանը ծնվել է Սիրիայի Հալեբ քաղաքում 1946 թվականին ընտանիքի հետ տեղափոխվել է Երևան, կրթությունը ստացել է Երևանի պետական համալսարանի բանասիրական ֆակուլտետի արևելագիտության բաժնում 1963-ից 68 թվականներին, այնուհետև ուսումը շարունակել ԽՍՀՄ Գիտությունների ակադեմիայի արևելագիտության ինստիտուտի Լենինգրադի բաժանմունքում 1969-ից 1972 թվականներին։ Ավարտելով Երևանի պետական համալսարանի ռազմագիտական ամբիոնի քառամյա դասընթացները, Տեր-Պետրոսյանը ստացել է ռազմական թարգմանչի մասնագիտացում։ Լևոն Տեր-Պետրոսյանն իր քաղաքական ակտիվությունը սկսել է 1960-ական թվականներին ծագած ուսանողական խմորումների ժամանակ։ Գործուն մասնակցություն է ունեցել Արցախյան շարժմանը, ղեկավարել հայկական ԽՍՀ Գերագույն խորհուրդը։ Տեր-Պետրոսյանը 1991 թվականի հոկտեմբերի 16-ի նախագահական ընտրություններում ձայների գերակշիռ մեծամասնությամբ 83.4%-ով ընտրվել է Հայաստանի Հանրապետության նախագահ։ Նախագահի պաշտոնում նա վերընտրվել է նաև 1996 թվականի սեպտեմբերի 22-ի վիճակահարույց ընտրություններում, սակայն 1998 թվականի փետրվարի 3-ին ստիպված է եղել հրաժարական տալ Արցախի բանակցային գործընթացում այն ժամանակվա վարչապետ Ռոբերտ Քոչարյանի, պաշտպանության նախարար Վազգեն Սարգսյանի եւ անվտանգության ու ներքին գործերի նախարար Սերժ Սարգսյանի հետ ունեցած տարաձայնությունների պատճառով։ Լևոն Տեր-Պետրոսյանը 10-ամյա դադարից հետո 2007-ից սեպտեմբերին վերադարձել է քաղաքականություն, մասնակցել 2008-ի նախագահական ընտրություններին, որոնցում պաշտոնական տվյալներով ստացել է ձայների 21.51%, զբաղեցնելով երկրորդ տեղը։ Մայրաթորն արձագանքել է կարգալույծ արված հոգևորականների կողմից տարածվող տեղեկություններին, թե ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին II-ի գահակալության օրոք մեծ թվով հոգևորականներ են անհարկի կարգալույց հռչակվել։ Մայրաթորի տեղեկատվական համակարգը հայտնել է, որ վեհափառ Հայրապետի գահակալության 26 տարիների ընթացքում ընդհանուր 101 հոգևորական է կարգալույց հռչակվել։ Մայրաթորը շեշտում է, որ կարգալույծ արված 101 հոգևորականների շարքում են նաև Ստեփան Ասատրյանը, նախկինում Տեր Արամ, Վարդան Հունանյանը, նախկինում Տեր Տարոն եւ Արամայիս Թախմազյանը, նախկինում Տեր Թադե։ Մայրաթորը նաև ներկայացրել է կարգալույծությունների պատճառները։ Ըստ այդմ 38 հոգևոր ծառայության ասպարեզը թողել է իր դիմումի համաձայն, 27-ն ինքնակամ լքել է ծառայության վայրը, 15-ը թեմակալ առաջնորդների ներկայացրած միջնորդագրերի հիման վրա, 21-ը ուղղակիորեն վեհափառ Հայրապետի կողմից։ Իդեպ 2011 թվականին նորին սրբության նախաձեռնությամբ ու տնօրինությամբ ստեղծվել է պարգևների շնորհման եւ կարգապահական հարցերի հանձնախումբ, քննելու հոգևորականների հետ առնչված նմանատիպ հարցերը։ Հիշեցնում են Մայրաթորից։ Նշվում է նաև, որ Գարեգին II-ի գահակալության 26 տարիների ընթացքում ձեռնադրվել է 491 հոգևորական, որոնք այսօր ծառայում են Հայաստանի եւ Սփյուռքի թեմերում։ Արցախի նախագահի պաշտոնակատար Աշոտ Դանիելյանի որոշմամբ գեներալ-մայոր Կարեն Շաքարյանը զրկվել է Արցախի հերոսի կոչումից։ Այս մասին տեղեկացնում է Արցախի տեղեկատվական շտաբը։ Ղեկավարվելով Արցախի Հանրապետության պետական պարգևների եւ պատվավոր կոչումների մասին օրենքի 40-րդ հոդվածի 4-րդ մասով եւ հիմք ընդունելով Արցախի Հանրապետության նախագահին առընթեր պետական պարգևների եւ պատվավոր կոչումների շնորհման հարցերի քննարկման խորհրդակցական հանձնաժողովի եզրակացությունը, որոշում եմ Կարեն Շահենի Շաքարյանին զրկել Արցախի հերոս բարձրագույն կոչումից, ասված է հրամանագրում։ Նշենք, որ Կարեն Շաքարյանն այսօր զբաղեցնում է Պաշտպանության նախարարության ռազմական վերահսկողական ծառայության պետի պաշտոնը։ Վերջինս հունվարի 6-ին Սուրբ Ծննդյան օրը մասնակցում էր Նիկոլ Փաշինյանի եւ հանրության լայն շերտերի կողմից տիրադավանունը ստացած 10 եպիսկոպոսների հրավիրած ուխտերթին։ Կարեն Շաքարյանը լրագրողների հետ զրույցում նշել էր, որ կիսում է Փաշինյանի առաջ քաշած օրակարգը։ Դիտարկմանը, որ բազմաթիվ արցախցիների վրդովեցրել է փաստը, որ Արցախի թեմի առաջնորդը միացել է Նիկոլ Փաշինյանին հավատարմության երթում տված եպիսկոպոսներին, նաև այն, որ իր մարտական ընկերները այս պահին Բաքվի բանտերում են, չէր պատասխանել, նշելով, որ զբաղված է, այնուհետև արագ հեռացել էր։ Այսօր տեղի ունեցավ Իմնեմինի քաղաքական փոդքասթի համահեղինակ բլոգերներ Վազգեն Սաղաթելյանի եւ Նարեկ Սամսոնյանի գործով առաջին դատական նիստը, որի հանրային մեղադրող Հայկ Ավետյանը միջնորդեց նրանց կալանքը երկարաձգել 3 ամսով։ Դատարանը բավարարեց դատախազի միջնորդությունները։ Վազգեն Սաղաթելյանը օրինակ Հայաստանի Հանրապետության քաղաքացի չէ, այլ Ռուսաստանի Դաշնության քաղաքացի է եւ երկքաղաքացի չէ։ Այսինքն կա Հայաստանի Հանրապետության սահմանը լքելու փորձի, ինչպես նաեւ հանցանքը կրկնելու վտանգ, ասաց դատախազը։ Սաղաթելյանն արձագանքեց, թե իր համար նույնիսկ ամոթալի է այն մեղադրանքը, որ ինքը կարող է երկիրը լքել, եթե ազատության մեջ լինի։ Ես ոչ փախել եմ, ոչ էլ պատրաստվում եմ փախչել, ասաց նա։ Նարեկ Սամսոնյանի եւ Վազգեն Սաղաթելյանի փաստաբանները հակադարձեցին, ասելով, որ դատախազը որևէ հիմնավորում չներկայացրեց, որ կապացուցեր, որ իրենց պաշտպանյաններն ազատության մեջ չեն ապահովի պատշաճ վարքագիծ։ Նրանք նկատեցին, որ առաջադրված մեղադրանքը հանրային անվտանգության հետ կապ
չունի, պնդելով, որ այն դրսևորել է ի պատասխան հանրային պաշտոնյայի վիրավորանքի։ Պաշտպաններն ակնկալում էին, որ եթե անգամ դատարանը որոշի խափանման միջոց կիրառել, ապա այն գոնե կապ չունենա անազատության հետ։ Դատարանի որոշումը լսելուց հետո Նարեկ Սամսոնյանը հայտարարեց, որ անժամկետ հացադուլ է սկսում իրավական խայտարակությունը դադարեցնելու պահանջով։ Պաշտոնից ազատվել է Հայ առաքելական եկեղեցու Շիրակի թեմի առաջնորդ Միքայել arczepiskopos Աջապահյանի գործով դատախազ Արման Բաղդասարյանը։ Այս մասին տեղեկանում են գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանի հրամաններից։ Նա արդարադատության առաջին դասի խորհրդական էր, զբաղեցնում էր գլխավոր դատախազության սահմանադրական կարգի հիմունքների, պետության եւ հասարակական անվտանգության դեմ ուղղված հանցագործությունների գործերով վարչության պետի տեղակալի պաշտոնը։ Հրամանից պարզ է դառնում, որ Արման Բաղդասարյանն ազատվել է սեփական դիմումի համաձայն։ Հիշեցնենք, որ Միքայել arczepiskopos-ի գործով դատախազը միջնորդել էր Սրբազանին ազատազրկել 2 տարի 6 ամիս ժամկետով, սակայն դատարանը համեմատաբար մեղմ էր գտնվել եւ 2 տարի ազատազրկման դատապարտել Աջապահյանին մի արտահայտության համար, որում դատախազությունն ավելի վաղ հանցակազմ չէր գտել։ Աննա Վարդապետյանի հրամանագրերից պարզ է դառնում, որ պաշտոնից ազատվել է նաեւ Նիկոլ Փաշինյանի Ավտոշարասյան մասնակցությամբ վթարի զոհ դարձած Սոնա Մնացականյանի գործով դատախազ Արմեն Բեգլարյանը։ Երևանն ու Բաքուն բանակցում են Հայաստանից Ադրբեջան ալյումինի փայլատի թեղի հումքի, ֆերոմոլիբդենի, ընտանի կենդանիների, կոնյակի հումքի, ծխախոտի, տեքստիլ արտադրանքի արտահանման հնարավորությունները։ Այս մասին Factor-ի հետ զրույցում ասել է Գևորգ Պապոյանը։ Ադրբեջանական ընկերություններ էլ կան, որ հետաքրքրություն են հայտնել կոնկրետ ապրանքներ ներմուծելու։ Ադրբեջանական կողմը կոնկրետ ապրանքների ցանկ է ներկայացրել, որ իրենց հետաքրքրում է, մենք ուղարկել ենք քանակը, որ կարող ենք արտահանել։ Մեր ցանկի մեջ կա նաև վարդ ջերմոցային արտադրանքներ, լոլիկ, պղպեղ։ Մոտավոր գինն ենք առաջարկել, ասել է նա։ Պապոյանը առաջին արտահանման ժամկետներ դեռ չի նշել, ըստ նրա դա կլինի այն ժամանակահատվածում, երբ հայկական եւ ադրբեջանական ընկերությունները համաձայնության գան։ Հիշեցնենք, որ այսօր Պապոյանը հայտնել էր, որ 2025 թվականին Ադրբեջանի տարածքով երկաթուղու միջոցով Հայաստան է մտել 6580 տոննա հացահատիկ, որից 1000 տոննան ղազախական եւ 5580 տոննան ռուսական, ինչպես նաեւ 1210 տոննա ադրբեջանական բենզին։ 2026 թվականի հունվարի 8-ի դրությամբ Ադրբեջանի տարածքով երկաթուղու միջոցով Հայաստան է մտել 8485 տոննա ռուսական հացահատիկ եւ 4103 տոննա ճանապարհին է, ինչպես նաեւ ճանապարհին է 7600 տոննա ադրբեջանական նավթամթերք, որից 6100 տոննան բենզին է, 1500 տոննան դիզել, գրել են նա։ Հունվարի 8-ին մերկասառույցի պատճառով հերթական ավտովթարն է տեղի ունեցել Արագածոտնի մարզում ժամը 18:10-ի սահմաններում Երևանի բնակիչ 45-ամյա Արտյոմ Մ-ն իր վարած Nissan Magnishի ավտոմեքենայով Երևան-Գյումրի ավտոճանապարհի Թալինի վարչական տարածքում դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել քարերի դյունապատ հատվածների եւ հայտնվել երթևեկելի գոտուց դուրս ձորի մեջ։ Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն դեպքի վայր ժամանած Թալինի շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը տեղում օգնություն է ցուցաբերել վարորդին եւ ուղևորին, սակայն վերջիններս հրաժարվել են հիվանդանոց մեկնելուց։ Հրշեջ փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան, փակել գազաբալոնի փականը եւ մոտ 1 ժամ տևած աշխատանքի արդյունքում ավտոմեքենան ձորից դուրս են բերել երթևեկելի գոտի։ Վթարի փաստով Արագածոտնի մարզի գումարտակում փաստաթղթեր են կազմվում։ Վարորդը տեղում ենթարկվել է սթափության փորձաքննության, եղել է սթափ։ Այսօրվա համար պատրաստել էինք այսքանը, կհանդիպենք։